Ողջույն, 20 տարվա լռությունից հետո թակարդ տեսախցիկը ֆիքսել է մի կենդանու, որն անհետացած էր համարվում։ Վիետնամի հյուսիսում գտնվող խիտ լեռնային անտառներում տեսախցիկի օբյեկտիվը որսացել է հասուն Քուոն ալպինուսի կամ կարմիր գայլի։ Դեկտեմբերի 31-ի առավոտյան արված միակ կադրը դարձել է անսպասելի գիտական իրադարձություն։ Լուսանկարն արվել է Պուխոատ արգելոցում։ Տեսախցիկները տեղադրել էին տեղի ֆաունան ուսումնասիրող կենդանաբանները։ Ընդհանուր առմամբ 45 զույգ սարք, սպասման մի քանի ամիս եւ հազարավոր դատարկ կադրեր ու հանկարծ հազվագյուտ գիշատիչ, որին Վիետնամում չէին տեսել 2003 թվականից ի վեր։ Տեսակային պատկանելիությունն անկախ կերպով հաստատել է միանգամից մի քանի մասնագետ։ Ժամանակին կարմիր գայլերը բնակվել են Հնդկաստանից մինչև Չինաստան ու ողջ հարավարևելյան Ասիայում։ Կենդանիները որսով զբաղվել են ոհմակներով, հետապնդել զոհին մեծ հեռավորությունների վրա ու զբաղեցրել նիշա, որը նման է միաժամանակ գայլերի եւ բորենիների դերին։ Բայց վերջին տասնամյակների ընթացքում նրանց արեալը կտրուկ կրճատվել է։ Պատճառները սովորական են անտառահատումներ, որսի անհետացում եւ որսագողերի կողմից զանգվածային կերպով տեղադրվող թակարդներ, նույնիսկ պահպանվող տարածքներն անվտանգության երաշխիք չեն դարձել։ Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակը դասում է վտանգվածների շարքին։ Հետազոտողներն աշխատել են 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մարտը, ստուգելով թե ինչ խոշոր կենդանիներ են դեռ պահպանվել դժվարամատչելի անտառներում։ Հետաքրքիր է, որ տեսախցիկները տեղադրելիս նրանք նկատել են թաթերի հետքեր, սակայն ընդունել են դրանք որպես ընտանի շան հետքեր։ Միայն ավելի ուշ է պարզ դարձել, հնարավոր է այդ հետքերը պատկանել են հենց կարմիր գայլին։ Միակ կադրը միաժամանակ հույս է ու տագնապ։ Եթե Պուխոատում իսկապես պահպանվել է պոպուլյացիա, այն պետք է շատ փոքր լինի։ Կա նաև մեկ այլ վարկած, կենդանին կարող էր գալ հարևան անտառներից, օրինակ Լաոսից։ Այդ դեպքում լուսանկարն ընդհանրապես պատահական հյուրի հետք է, ոչ թե կայուն խմբի ապացույց։ Վիճակագրությունը զգուշավոր է ու մռայլ։ Վերջին 10 տարիների ընթացքում Վիետնամում անցկացվել են տասնյակ լայնածավալ հետազոտություններ թակարդ տեսախցիկների միջոցով, ու միայն մի անգամ է հաջողվել ֆիքսել կարմիր գայլին։ Սա նշանակում է, որ երկրի մեծ մասում կենդանին հավանաբար արդեն անհետացել է։ Այնուամենայնիվ, միակ լուսանկարը շատ բան է փոխում։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ լավ ուսումնասիրված տարածաշրջաններում կարող են մնալ անհետացումից փրկված կենդանիներ։ Երբեմն մի ամբողջ տեսակ պահպանվում է մի քանի առանձնյակների հաշվին, որոնք աննկատ գոյատևում են դժվարամատչելի անտառներում։ Հնագույն չինական դամբարանում հայտնաբերվել է ավելի քան 2000 տարեկան բուրմունք։ Բրոնզից պատրաստված ծիսական կաթսաներում գիտնականները հայտնաբերել են բուրավետ նյութի հավանաբար համպարի մնացորդներ։ Համպարը հազվագյուտ բուրավետ նյութ է, որն առաջանում է կաշալոտների մարսողական համակարգում։ Հետազոտությունն իրականացրել են չինացի քիմիկոսները։ Նրանք ուսումնասիրել են դին անունը կրող բրոնզե կաթսաների ներսի նստվածքը։ Դրանք 3 ոտքի վրա կանգնող ծանր կաթսաներ են, որոնք օգտագործվել են մարտնչող թագավորությունների ժամանակաշրջանի ծեսերում։ Ները հայտնաբերվել են Անհույն նահանգի Ուվանդուն հուշարձանի դամբարանում, ելնելով արտեֆակտների քանակից, որոնց թվում են նեֆրիտ, լաքապատ իրեր եւ երաժշտական գործիքներ։ Հնագետները ենթադրում են, որ սա մեր թվարկությունից առաջ 3-րդ դարի վերջին արքայական դամբարան է։ Կաթսաներից մի քանիսի հատակին հայտնաբերվել է խիտ մուգ նստվածք։ Սկզբում այն նման է եղել սովորական ցեխի, սակայն գազային քրոմատոգրաֆիայի եւ մաս սպեկտրոմետրիայի միջոցով արված վերլուծությունը ցույց է տվել համպարին բնորոշ մոլեկուլային մարկերներ։ Ընդ որում դրանք հայտնաբերվել են միանգամից 4 կաթսաներում, իսկ հողի նմուշները նման միացություններ չեն պարունակել։ Սա նշանակում է, որ նյութն ի սկզբանե գտնվել է կաթսաներում, ոչ թե ավելի ուշ է հայտնվել այնտեղ։ Համպարն անսովոր նյութ է։ Այն առաջանում է կաշալոտների աղիներում որպես մարսողության կողմնակի պրոդուկտ։ Թարմ վիճակում նյութն ունի սուր եւ տհաճոտ, բայց ծովում երկար դրեյֆից հետո այն կարծրանում է, գունաբացվում եւ ձեռք է բերում բարդ քաղցրավուն ծովային բույր։ Հենց այդ պատճառով համպարը դարեր շարունակ գնահատվել է որպես բուրմունքի ֆիքսատոր, պարֆյումերիայում եւ որպես հազվագյուտ ծիսական նյութ։ Եթե ինտերպրետացիան ճիշտ է, ապա Չինաստանին գտածոն մարդու կողմից համպարի օգտագործման հնագույն մոլեկուլային ապացույցն է։ Սա հատկապես հետաքրքիր է, քանի որ դրա մասին գրավոր հիշատակումները հայտնվել են ավելի ուշ։ Չինական աղբյուրներում դրա մասին սկսում են խոսել միայն Թան դինաստիայի ժամանակաշրջանում, այս անոթներից գրեթե 1000 տարի անց։ Ստացվում է անսովոր պատկեր։ Հնագույն վարպետներն արդեն աշխատում են հազվագյուտ մի նյութի հետ, որը նրանց մոտ պետք է հասներ օվկիանոսի ափերից կամ բարդ առևտրային շղթաների միջոցով։ Հնարավոր է, որ համպարն օգտագործել են որպես խումբ, թաղման ծեսի մի մաս կամ կարգավիճակի խորհրդանիշ։ Այլ կերպ ասած, բրոնզե կաթսաներում պարզապես նստվածք չէր, սա հնագույն մշակույթի հետք է, ու հնարավոր է ամենավաղ հայտնի օրինակն այն բանի, թե ինչպես էին մարդիկ գնահատում օվկիանոսի խորքերից եկած բույրը։
Այս պատմության մեջ մարդկությունն անսպասելիորեն իմանում է, որ ապրում է իրականության ոչ միակ տարբերակում։ Օղակ արևի շուրջ վեպում գրող Քլիֆորդ Սայմակն առաջարկում է գրեթե գիտական էքսպերիմենտ, ինչ կլինի, եթե մեր տիեզերքի կողքին գոյություն ունենան հազարավոր գրեթե միանման աշխարհներ, պատմության մեջ փոքր տարբերություններով։ Գլխավոր հերոսը լրագրող Ջեյ Վեն Էնդրյուսը սկսում է տարօրինակություններ նկատել։ Իրերն անհետանում են, ապա նորից հայտնվում։ Մարդիկ կարծես դուրս են մնում հասարակությունից, իսկ քաղաքակրթության արվարձաններում առաջանում են բնակավայրեր, որոնց բնակիչները պնդում են, թե իրենք եկել են երկրի այլ տարբերակներից։ Աստիճանաբար պարզվում է, որ մարդկությունը շրջապատված է զուգահեռ աշխարհների շղթայով, ինչպես արևի շուրջ օղակով, որտեղ մոլորակի յուրաքանչյուր տարբերակ մի փոքր տարբերվում է հարևանից։ Գիտական տեսանկյունից վեպը խաղարկում է բազմաթիվ տիեզերքների գաղափարը, այն ինչն այսօր քննարկվում է տիեզերագիտության մեջ եւ քվանտային ֆիզիկայում։ Սայմակը նկարագրում է աշխարհների միջև անցումները ոչ թե որպես ֆանտաստիկա հանուն արկածների, այլ որպես սոցիալական էքսպերիմենտ։ Եթե մարդը կարող է հեռանալ այլ աշխարհ, վերանում է ռեսուրսների պակասը, անհետանում է հասարակության ճնշումը, փոխվում է բուն տնտեսությունը, գրքում անգամ հայտնվում է արդյունաբերություն, որը փորձում է վերահսկել անվերջ իրականությունները եւ սահմանափակել անցումների ազատությունը։ Հետաքրքիր է, որ հեղինակը դիտարկում է զուգահեռ աշխարհները ոչ թե որպես հեռավոր տիեզերքներ, այլ որպես իրականության հարևան սենյակներ։ Մի քայլ եւ դու գրեթե նույն քաղաքում ես, բայց այլ պատմությամբ։ Եվս մեկ քայլ ու արդեն լրիվ այլ քաղաքակրթություն է։ Այս գաղափարը ֆանտաստիկան դարձնում է գրեթե գիտական մոդել։ Հասարակության էվոլյուցիայի անվերջ տարբերակներ, որոնք ծավալվում են միաժամանակ։ Արդյունքում օղակ արևի շուրջ վեպը պարզապես պատմություն չէ զուգահեռ աշխարհների մասին, սա փորձ է պատկերացնելու, թե ինչպես կփոխվի մարդկությունը, եթե իրականության սահմանները դադարեն գոյություն ունենալ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։